երեկո և 1000 ինստագրամյան համբույր, եթերային տարածությունը լծված է ներսալի գիշերային շոուի անսահման դրական վայբով, երբ սմարթֆոնը դառնում է հեռուստաէկրանի կրտսեր եղբայրը, իսկ կյանքը 30 վայրկյանանոց սերիալ, աշխարհը բլոգ է դառնում, և այո, այս երեկոյի հյուրն է հայկական բլոգ սֆերայի խիզախ աղջիկը, սուր հումորի ու սթորիների մեր մարդը, Նինա Տիտանյանը, իսկ ինչպես մյուս գիշերներին, այս գիշեր ևս ներսում է բոլոր գիշերային ալգորիթմների գիտակ, սթորիների գահակալ, բեմերի պաշտոնական տիրակալ, Ներսես Ավետիսյանը։ Բարի երեկո սիրելի ժողովուրդ, ես ուրախ եմ, որ կրկին միասին ենք եթերում Ներսարի գիշերային արկածն է սթորին բլոգը շոուն, ոնց ուզում եք անվանեք, բլոգ, ասում են այդ բառը չկար, բլոգ բառը կար։ Հիշում եք բլոկով սիգարետ, բլոկով պեչանի, կամ բլոգ դնել, այդ փողոցում կռիվ անելուց ուզեց խփի բլոգ դրիմ։ Հիմա շատերը կասեն, հա, Ներսես ջան, այդ նոր բառերը մեր ժամանակ չկային, բլոգն ու բլոգը տարբեր են ու այդ մենք արդեն հասկացել ենք։ Բլոգն էլ հիմա անցանկալի համարը կամ սոցցանցի հաշիվն է դարձել, բայց վստահ եմ, որ լիքը մարդ կուզեր, որ կարողանար սեփական վարկերը բլոգ անել։ Իսկ բլոգը մի պարզ բանից է սկսվում, այս պահին ում պատմեմ, որ բոլորը լսեն։ Մեր բլոգասֆերայում ամեն ինչ կա, տատիկի դոլմա, անբոքսինգ, բացում եմ կաթսան, Ներսը պահ, քերու քարը, տենց վլոգ կա, օրինակ ամբողջ ճանապարհին քերին պատմում է, թե ոնց է 0.6-ով 200 արագություն բացել, մորքուրի ռեակցիան, նայեք աղջիկներ ջան, վիլյուրից ընտիր տրիկո եմ բերել, դե օրենքներն էլ պարզ են, կարճ լինես կդիտեն, անկեղծ լինես կկիսվեն, հաճախ լինես սմարթֆոնդ քեզ կսիրահարվի, բայց հիմա ընդամենը տեխնիկան է փոխվել։ Մի 60 տարի առաջ Wi-Fi-ը մաշինն էր։ Հիշում եք օրինակ Լուսիկ Քոշյանի երգը։ Մաշինեն եկավ յարոժանակները, մանր, բեռները ծանր։ Մի անգամից ավտովլոգա համել բեռների անբոքսինգ։ Հետո դե ասում է արի մի գնա, եկել ես մնա, մաշինեն եկավ յարոջան, գեղձենը առավ, իմ սիրտը մարավ։ Այս երգը մենք այսօր հուսամ կլսենք այս երեկոյի ընթացքում, այսինքն եթե սթորին արել ես, էլ պրծում չկա, բոլորը տեսել են արդեն ու գեղը ձենը առել է, նշանակում է, որ արդեն լիքը լայք ես հավաքել, հա, ու ոնց ուզեք այդ ձևով ցանկացած բան կարող ենք մեկնաբանել։ Կյանքը նույնն է, տեխնիկան է փոխվել ընդամենը, որի համար շնորհակալություն աշխարհի բոլոր գիտնականներին, ինժեներներին ու հզոր մարքետոլոգներին։ Հիմա ժամանակն է ողջունելու Russian and Friends Band-ի բոլոր հրաշալի արտիստներին, տղեկ բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ներսում եք, վստահ եմ այսօր մենք միասին էլի կունենանք հիշարժան երեկո, եւ ցենց մի քիչ բլոգային երգերի playlist-ով ինչ կառաջարկեք, որ դրանով այսօր գնանք դեպի V&M bar։ Okay. Բլոգինգի քաոսից շատ արագ լայքերի եւ շատ համերի է կազմում, հիմա ժամանակը V&M-ին է, ինչպես գիտեք, այս հատվածում ես ձեզ համար պատրաստում եմ EasyBix կոկտեյլներ, որպեսզի դուք եւս Ներսարին դիտելիս կարողանաք տանեցիների հետ պատրաստել ու վայելել։ Ես ամեն ինչը կբազմապատկեմ երկուսի իմ եւ յուրիս համար, այնպես որ գնացինք V&M կոնյակ 45 մլ, ես անում եմ անգամ 2, լցնում եմ 90 այս դեպքում։ Հետո ավելացնում ենք խնձորի հյութ 60 մլ, ես ավելացնեմ 120։ Դժվար է աֆրո բարելով EasyMix պատրաստելը, այնպես որ պետք է ինձ մի քիչ նորմալ բահեմ։ Կիտրոնի հյութ ունենք այստեղ 10 մլ, ես ավելացնեմ 20-ը։ Come down, Եվ վերջում դեռ վերջը չի, բայց կիտրոնի թարմ հյութ ավելացրեցինք։ Ժամանակը նարնջի լիկյորինն է, կամ այլ կերպ ասած ապերոլինը։ Ավելացնում ենք ապերոլ, 20 մլի, դա նշանակում է, որ կավելացնենք 40-ը։ Եվ մի փոքր էլ մեղրի օշարակ, էլի 10 մլ։ Վերջ։
Հիմա սա լավ խառնում ենք ու լցնում այս հրաշք բաժակների մեջ։ Baby, come down, girl, it's your body, I put in my foot down, girl, it's sweet like Come down. Գույնը շատ խոստում նալից այս տվում, հա։ Օրեմ դա։ got me like whoa, shout it, come give me a Եվ վերջում ավելացնում ենք Ոչինչը չենք ավելացնում, այսպես շատ լավ է։ Սա այն կոկտեյլն է, որը follow չի խնդրում, բայց դու ինքդ տալիս ես subscribe։ Լավ տրամադրությունը ներծում է, կհանդիպենք շատ կարճ դադարից հետո, VNDM կոնյակի հիմքով իմ Easy Mix կոկտեյլները պատրաստ են գնացեք։ come down, girl, it's your body, you put in my for lockdown, girl, you sweet like Fanta. Դաթարից հետո հայ բլոգինգի սթորի թագուհին Նինա Տիտանյան Baby, come give me a la 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 got me like whoa. Shout it, come give me a la 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 Can't stop the feeling, so just dance, 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 can't stop the feeling. Մենք վերադարձանք եթերում ներծարի գիշերային շոուն է եւ այսօր մեր հյուրն է այն մարդը, ով սոցցանցերում խոսում է բաց առանց կոմպլեքսների, իսկ էկրանին արդեն փորձ է անում որպես դերասանուհի, բլոգեր ու ինֆլուենսեր, որը ինստագրամյան արտակն ասել է Վեցանիչ լսարանի պրոֆիլում ինքն է ներկայացնում իրեն հումորով ու ինքնասիրահարված ոճով, իսկ ռիլերում, հարցազրույցներում պարզ է առանց կոմպլեքսների, այնպես որ շատ բարձր ծափայություններով ներծարի Նինա Տիտանյան։ You just want attention, you don't want baby, you just here to help me with someone new. You just want attention, I'm there from the sun. You just making sure I'm never getting over you. You just want attention, you don't want more. Baby, you just here to help me with someone new. You just want attention, I know from the start. You just making sure I'm never running over you. Նինա, բարի երեկո, բարի գալուսներ, շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում ու շատ շնորհակալ եմ, որ այստեղ ես, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես, Ներ։ Շատ լավ եմ։ Իմ իջարից քեզ մի բան եմ ուզում ասեմ, քանի որ իմ ամբողջ կորիերայի ամենասկզբում դու ես, առաջինը ինձ հրավիրել։ Դու ուրից կանչես, ես կգամ։ Լուրջ եմ ասում։ Նինա, ապրես, ես շատ սիրում եմ քո կոնտենտը, շատ սիրում եմ ինչ որ դու անում ես, շատ սիրում եմ այն թեմաները, որոնց մասին դու խոսում ես։ Դա ես միշտ փորձում եմ քեզ մաքսիմում ուղարկել իմ աջակցությունը։ Ոնց ես։ Լավ եմ, մերսի արդեն Ոնց ես նորմալ։ քեզ զգում։ Լավ։ Տեսնում եմ արդեն նկարանումներ, հարցազրույց եւ այլն վերադարձել ես քո բնականոն տեմպին, թե ամեն դեպքում դեռ ինչ-որ սահմանափակումներ ունես։ Չէ, վերադարձել եմ իմ բնականոն տեմպին ու ավելին ասեմ, հələ այնքան շատ պրոյեկտ եմ իմ ուսերին վերցրել, որ չգիտեմ, երևի չհասցնեմ ապրեմ, մինչև պրոյեկտները ավարտվեն։ Տենց։ Բայց այդ կարծում ես ճիշտ է, օրինակ ես էլ եմ տենց անում ու միշտ 8 ամիս հետո գիտեմ որ օրը որ ժամին որտեղ պիտի լինեմ, բայց երբեմն շատ ներվայնանում եմ դրանից, շատ ջղայնանում եմ, որովհետև հասկանում եմ ինչ-որ բայրի, որ ապրելու ժամանակ չի մնում։ Հո, ճիշտ ես Հա, ու ասում։ երևի պետք է կարողանալ ինչ-որ ձև ավելի լավ, այդ time management-ը շատ կարևոր բան է 21-րդ դարում ու այս տեմպո ռիթմի մեջ որ մենք ենք ապրում։ Դու ոնց ես այդ ամեն ինչը դասավորում Ես շատ time management չունեմ, ասեմ քեզ, ես իմ օրացույցի մեջ ես չեմ նշում օրերը, որ օրեր եմ զբաղված, ու ես կարող եմ մի օրվա մեջ 4-5 հանդիպում նշանակեմ, հանդիպում թե բա նկարահանումները շատ հիմնականում հիմա սիթքոմում եմ նկարում, մի հատ ուրիշ պրոյեկտում եմ շուտով կտեսնեք, չեմ ասի անունը, բայց շատ ոգևորված եմ։ Հետո մի հատ է սերիալում, ոչ չեմ հասցնում
հասնում, բայց չունեմ այդ time management-ը, բայց այն որ վերցնում եմ ասում ինչի եմ վերցրել, վայ բան, բայց հա գոհ եմ, լավ է, փող ենք աշխատում, ուրախ ենք։ Պահում ենք ինքներս մեզ, լավ է, էլի։ Եթե պատկերացնենք, որ Instagram-ը դպրոց է, ասես դու հիմա որ դասարանում կլինեիր։ Ոյ, ինձ թվում է 14-րդ արդեն։ Ես ինձ թվում արդեն հա, Instagram-ը արդեն շատ բարձր է իմ համար, էլի։ Okay, քանի որ մենք հասանք 14-րդ դասարանին, ինձ նաև շատ հետաքրքիր է, եթե դու հիմա play տաս ու նայես քո առաջի վիդեոն, հա, որպես բլոգեր Նինա Տիտանյան, ինչ զգացողություններ ես ունենում, cringe է, քո համար ես ինչ եմ արել, այդ progress-ի մասին եմ ուզում նաև պատմես մեզ այս տարիների ընթացքում։ Ես ասեմ progress-ը ինչու՞մ է, որ այն ժամանակ story-ներս ես անում էի ֆիլտրով ու այնքան անբնական, այնքան ահավոր էր, այն անգամ stories նայում եմ, այնց խնդալու եմ խոսում, ասում եմ, «Ոստված էսով վախ են вообще ես մարդու follow տվել», բայց հիմա արդեն ոնց որ զգում եմ ակնհայտ progress-ը, որ կարողանում եմ իմ միտքը արտահայտեմ, արդեն ունեմ իմ հետևորդներով կեր ինձ վստահում են, արդեն ունեմ ասելիք, այն ժամանակ հələ չէի հասկանում ինչի եմ եկել, բայց շատ դեպքերում նաև խոսում եմ այն թեմաներից, որ ինձ հոգեհարազատ է, որը իմ դուրը չի եկել, դրա մասին էլ արդեն վստահ խոսում եմ, լիքը բան է փոխվել, իսկ այն հին վիդեոներս, որ նայում եմ, չէ կրինժա կներեք, ի վիճակի չեմ ես, ջնջել եմ կան, հա, ի վիճակի չեմ, իմը չի դա։ Հասկացա։ Նին, օրինակ դու ներկայացնում ես content, որտեղ կան շատ եւ անձնական պատմություններ եւ ընտանեկան պատմություններ ու ամեն ինչ, ու օրինակ ես էլ իմ տեսակով որպես սպառող այս դեպքում սկրոլ անելուց, երբ որ շատ անձնական պատմություններ են լինում դրանք եւ այլն, օրինակ ես միշտ դիսկոմֆորտ եմ ապրում, ինչքանով էր նպատակահարմար դրա մասին պատմելը ու հետո ինչպիսին կլինի նաեւ հետադարձ արձագանքը, բայց դու շատ այն քիչ մարդկանցից ես, որ մի քանի մատից վրա կարող եմ հաշվել, որ ինչի մասին որ դու խոսում ես, դու ունես ես ներկայացնում, ես հենց հիմա նայելուց մտածում եմ, որ օքեյ, սրա մասին պետք էր խոսալ։ Ոչ թե հիմա Նինան մեզ ուզում է սրա մասին պատմի, որովհետեւ մտածում է, որ այդ լավ կնի բան ախվատը ցույց կտամ ես կանեմ։ Չէ, զուտ հասկանում եմ, որ հիմա սրա մասին պետք էր պատմել։ Ոնց ես այդ կարողանում անել ու ոնց ես կարողանում նաև այդ բարիերներ, որովհետև հիմա մանավանդ հիմա կա տենդենս, նաև շատ միջազգային արտիստներ, նույնիսկ իրենց երաժշտական տեսահոլովակները նկարանում են հենց իրենց ընտանիքի անդամների, ամուսինների, երեխաների։ Մի խոսքով, շատ մեծ տենդենս կա ծնողներին ժամանակին ինչ-որ private բաները հանել, փակ բաները հանել ու դարձնել հանրային։ Ամեն դեպքում շատ-շատերի մոտ, թե հայկական տիրույթում հատկապես, այդ օրգանիկ չի նայվում։ Դու ոնց ես այդ անում, որ այդ քո մոտ դա ճիշտ է ստացվում ու որևէ ավելորդ ենթակետ այդտեղ չենք փնտրում։ Ինձ թվում է ես կենտրոնացրել եմ կոնտենտը հենց Երկար հարց տվեցիք։ Ոչինչ, նորմալ է։ Ինձ թվում է ես կենտրոնացրել եմ կոնտենտը հենց իմ վրա, ոչ թե օրինակ ակցենտը դրել եմ օրինակ ծնողներիս վրա կամ չգիտեմ եղբորս եւ դա։ Ես որոշել եմ, որ կոնտենտի մեջ հենց ես պետքա լինեմ, որովհետեւ հասկանում եմ, որ ինչ որ մի բան սպառվելու են այդ մարդիկ ու ամենախնդիրը ինչն է լինելու, որ ես կարող եմ հետաքրքիր չլինեմ իմ աուդիտորիային, այլ հետաքրքիր լինի իմ ծնողները, դրա համար տենց որոշեցի, բայց այդ բարիերը չգիտեմ ոնց եմ դրել, ինքնս ինքնան, ինքնաբերաբար, ինտուիցիա, չեմ կարող ասեմ, այն նստեմ մտածել եմ, տենց փորձել եմ, օրինակ մամային մեկ-մեկ ցույց եմ տալիս, բայց հա, ինձ թվում է իզանից է, հա, դա պարքև է։ Դժվար կլինի դրա մաթեմատիկան։ Այո։ Լավ, դու խոսեցիր նաև մեկնաբանությունների մասին վարքերներ առաջ, ես ուզում եմ մի քիչ մնանք այդ թեմայի մեջ ու շատ սիրում եմ նաև քո վիդեոները, որտեղ դու ախմախ կոմենտ գրողներին ստեղծում ես իրենց կերպարներին համապատասխան կերպար ու բացատրում ես, որ ինչքան վատ է այն ինչ որ իրանք անում են։ Այո։ Ուզում եմ քանի որ հիմա հնարավորություն կա ուղիղ խոսքով ասելու այդ ամենը, ոչ թե էտյուդի տարբերակով կամ փոքրիկ ներկայացման, ասես այդ մարդկանց քո խորհուրդը, որտեղ ես կարծում եմ ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր այսօրվա քաոտիկ իրականության մեջ ամեն դեպքում, չգիտեմ, 25 թվականի նմանավանդ տեմպո ռիթմով աշխարհի մակարդակով շանս չի տվել մեզ հանգիստ շունչ քաշելու։ Ինչ կասես այդ մարդկանց, որ այսօրով մարդիկ չեն ալարում ու կարծում են, որ դա շատ կարևոր է, որ իրենք գրեն իրանց շատ փնթի կարծիքը, որովհետև ֆանտաստիկ լավ բան է, ճիշտ քննադատությունը, վերլուծական քննադատությունը, որը քեզ կբերի ցանկացած արտիստի կբերի վերլուծության ու մեկ քայլ ավելի առաջ գնալու ու իր վրա աշխատելու համար, բայց հիմնականում հայկական տիրույթում կոմենտները փնթի են, կեղտոտ են, չար են,
ինչի է տենց ու ինչ ասենք այդ մարդկանց, որ հասկանան, որ այն ում որ գրում են իրենք, այդ մարդու կյանքում ոչինչ չի փոխվում։ Այդ մարդը հիմնականում ընտրել է երջանիկ լինել։ Այդ գրողը հաստատ խնդիրը պիտի փնտրենք գրողի մեջ։ Էլի եմ ասում, խոսքը adekvat վերլուծության մասին չի քննադատական։ Չէ, միանշանակ վատ հայհոյանքներով, անկապ վատ բառերի կույտի մասին է, որոնց դու իդեալական ես պատասխանում, բայց հեռուստատեսային ֆորմատում կուզեմ մի քիչ ավելի լայն խոսենք այս մասին ու Ես նախ ասեմ, որ քանի որ մոնիտորինգ եմ անցկացրել վատ կոմենտ գրողների, իրանք բաժանել են մի քանի մասերի, ու ես հասկացել եմ, օրինակ Facebook-յան տիրույթում գրում են միայն մեծ տարիքով մարդիկ։ հիմնականում կանայք։ Կանայք, չէ, քեզ ասեմ, տղամարդիկ ոչ մի բանով չեն զիջում կանանց ու ամենափնթին, որ իմ համար կարող է լինի, դա տղամարդը, երբ որ արտաքին աղջիկա քննադատում, իմ համար դա անընդունելի է, բայց փաստորեն իրանք գրում են ու ես հասկացել եմ դա ինչն է։ Ես իրանցից մեկը, ինձ տիկին Ժաննա, բարևում եմ ձեզ, այս վերջերս, ով ամեն օր ինձ գրում էր վատ մեկնաբանություն, ամեն օր, ամեն ասուր։ Մենք սպասում ենք ձեզ մեր YouTube-ի կոմենտները։ Հա, ինքը sense կարիճտիմի գույնի մայկայվա, ես իրան շատ լավ ֆիքսել եմ։ Ինձ այն օրը իրան հարց էր հետաքրքիր, բավականին տենց հարցեր, որ ես կարող էի իրան օգնել, որոշեց, որ ինքը պետքա փոխվի եւ ինձ շատ լավ գրի։ Ես ասացի տիկին Ժաննա, բա դուք ինձ վատ բաներ եք գրում, բա ոնց ստացվեց։ Ինքը ասաց բալիկ ջան, կներես դա իմ աղջիկն է գրել։ Այսինքն, եթե դուք գրում եք, գոնե պրիզնատ եկեք, որ դուք եք գրում, իմ համար դա ավելի լավ կլինի։ Հա, լավ է, դու Մամա եջով է գրել։ Հա, ինք մթոն, բայց հաստատ ինքն է գրել, եկա կնիկա, այդ ի՞նչ է։ Ուզում եմ ասեմ, որ իրանց դուխը, կոպիտ ասած, միայն էկրանների մեջ է։ Եթե ես անգամ իմ հեյթերներից մեկին, ես բոլորի դեմքը հիշում եմ, որից հիմնականում վատ։ Գալու եմ ցաղիտ հետևից, հա։ Ես իրենց հիշում եմ ու այս վերջերս իմ հեյթերներից մեկին ում ես բլոգ եմ արել, փողոցում տեսել եմ։ Ու ես ինադուվ այնքան պտտվեցի, որ ես իրան դեմ առ դեմ հանդիպեմ, ինքը տենց է չկարացավ ինձ ոչ մի բան ասել։ Եթե դու հեյթերս մոտեցի, ասա Նինա, զզվում եմ քեզանից, այ չաղ, օրինակի համար, որ ինքը գրում էր, բայց ինքը ինձ ոչ մի բանով չէր զիջում իր տեսքով, ասեմ ձեզ իմանա։ Այս վերջերս ես, հա, իմիջիալոց նենց մարդիկ էլ են գրել, որ ես իրանց սթորիներով եմ գցել անգամ, բայց իրանք ընկնում են տնով, տեղով, ազգու տակով, խնդրում ենք ջնջի։ Ես ակտիվ պայքարում եմ վատ մեկնաբանություններ եմ, ու ես ձեզ ասեմ, ես այս վիդեոները որ նկարում եմ, երբ որ ես իրանց հանրային խայտառակ եմ անում, որովհետև եթե դու ինձ վատ բան ես գրում, պատասխան պետք է տաս։ Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ այդ դասոքի մարդ է ապրում, բոլորը բոլորին գիտեն։ Այո, դարերով եկած է դա, որ դու ինչ է, պատասխան պետք է տաս քո արարքի համար։ Այո, next word։ Ապրե, շնորհակալ։ Մերսի։ Ինձ շատ հետաքրքիր ամենաանկեղծ բանը, որ դու երբևէ եղել ես ինտերնետ տիրույթում, արդյոք հետո ասել ես, որ կարող է պիտի չանեի, տենց դեպք եղել է։ Հա, վիրահատության սպահը, ոչ թե չանեի վիրահատություն, այ այդքան, հա, շատ անկեղծ չլինեի, մինչև վիրահատություն անելն էի դա մտածում, արժի չարժի, տենց շատ հանրային անեմ, բայց հետո երբ որ արեցի ու հետո վլոգ նկարեցի, որ վիրահատվել եմ բան, հասկացա ինչքան ճիշտ քայլ էր, որովհետև այնքան լիքը աղջիկներ ու տենց կանայք գրեցին, ովքեր ունեն ավելքար, այսինքն ուզում են նիհարեն, իրանց համար շատ հետաքրքիր էր այդ process ու այնքան մարդ է ինձ գրել ու այնքան support արել, բայց սկզբից շատ էի վախենում։ Բայց դրա մասին պատմել։ Հա, պատմել եմ, որովհետև ես փորձում եմ շատ այդ անձնականս չհանրայնացնեմ, դա իմ համար անձնական է շատ, բայց ես որոշեցի, որ պետքա պատմեմ մարդկանց, որովհետև չի խոսացվում դրա մասին ու ես ուզեցա խոսամ, որ հասկանան մարդիկ արժի, չարժի անել, հատուկ Telegram chat եմ հավաքի թմբիլիկներով դե հավաքվել ենք, խոսում ենք, շատ հավես օր ենք ունենում։ That's all։ Okay, քանի որ սա արդեն ամեն դեպքում հանրայնացված թեմա է, կարծում եմ, այստեղ նաև հեռուստատեսային Այո։ հետևորդներիդ կարող ես Այո, ես վիրահատվել եմ։ Այդ անցածդ ճանապարհի մասին, որովհետև չգիտեմ, շատ տարբեր պատմություններ են դրանում հնչում, որ դա սարսափ է, դա մի դաժան ճանապարհ է, դա այդքան էլ սարսափելի չի։ Ինչ կասես դու որպես այդ ճանապարհն անցած մարդ։ Ինձ թվում է, որ ամենակարևորը ինքդ քեզ ոնց որ հավատաս ու չվախենաս, որտեղ որ վախենաս դժվար է լինելու, բայց ինքը բարդ ճանապարհ է, համաձայն եմ, всё օրգան է կտրում, ստամոքս են կտրում, այդպես ուղիղ ասեմ, չէ՞, ստամոքսն են հեռացնում 80%-ը, բժշկական ասեմ։ Իհարկե սկզբից դժվար է, բայց հետո եթե արդյունքը քո դուրը գալիս է, իսկ իմ արդյունքը իմ դուրը գալիս է, դրա համար մոռանում եմ այդ ամեն ինչը, ինչով անցել եմ։ Հրաշալի։ Ես քեզ ներս հրավիրելիս մի քանի ձև
ներկայացրի, այդ թվում նաև ինքնասիրարված, բայց սա երկիմաստ բառ էր, որը մենք խաղարկեցինք, մարդով սիրում է իրեն, որը շատ կարևոր է, մանավանդ այսօրվա միջավայրում, այսօրվա սոցիումում, որտեղ անընդհատ ուղակի սենց լիքը տրավմաներ են գալի ու դու պիտի սենց հասցնես այդ տրավմաները սենց թրերով հերթով Ստանդարտներ են գալիս, այո։ ու այս կոնտեքստում պատկերացրու հիմա մի պատանի աղջիկ քեզ նամակ է գրել, որ ես կոմպլեքսներ ունեմ, ինչ որ թեմայով։ Առաջին նախադասությունդ ինչ կլինի, որ կգրես այդ մարդու։ Հա։ Գտի գործ։ Պատբարի։ Ինչ եթե այն կոմպլեքսն է, որ իրան հարությունն է կապում, դա պետքա կոպիտ ասել սրի դրանք, որովհետև եթե դու քո մեջ կոմպլեքսներ ունես, փորձի հաղթահարել այդ կոմպլեքսները։ Իսկ եթե օրինակ ստանդարտները, որ օրինակ ասում են, վայ չաղ աղջիկա նիհարի բան, այդ ստանդարտներն էլի, եթե պետքա ուղղակի չլսես, անջատես քեզ, որովհետև ամեն երկրորդը որոշում է, որ իր կարծիքը շատ կարևոր է դիմացինի համար, բայց պետք է բոլորիդ վշտացնեմ, նես չի, որ այդքան կարևոր է։ Ես ուզում եմ հիմա դու անդրադառնաս ամեն դեպքում body shaming-ի ու body positive-ի։ Սրանք տերմիններ են, կարծում եմ օքեյ, որ հայերեն տարբերակը չենք ասում։ Չգիտեմ էլ հայերեն ոնց է։ Body shaming ու body positive, նո։ Դրանց հա մեջտեղում գտնվելու մասին կուզեմ խոսես, որովհետև ինձ թվում է երկուսի ծայրահեղ տարբերակն էլ անընդունելի է երևի։ Լրիվ համաձայն եմ։ Ես օրինակ body positive-ը իր Այսինքն body shaming-ը բացարձակ ընդունելի չի։ Չէ, body shaming-ը ընդունելի չի, համաձայն եմ, ընդհանրապես ընդունելի չի, բայց օրինակ ծայրահեղություններ կան, օրինակի համար բերեմ, երբ որ մեկը քեզ ասում է այ չաղ, օրինակ ինձ որ կոմենտում գրում են այ չաղ, ես իր ձևերն եմ անում, ես էլ եմ իրան body shaming չի անում, բայց արդարացի body shaming-ը, հավասար body shaming եմ անում։ Իսկ body positive-ը, ես body positive-ը շատ մարդիկ սխալ են ընկալում, որ մտածում են, եթե դու օրինակ գերես, այս բան պետքա ոչ մի բան չանես ու մնաս հենց այդպես, ոչ, body positive-ի հիմքում այն է, որ դու պետքա քո մարմինը սիրես նենց ոնց որ կա այս պահին, եթե ուզում ես, փոխես, եթե չես ուզում, չփոխես։ Ու ամենակարևորը ամբողջ հիմքում ընկած է ինքդ քեզ սիրելը։ Ընդամենը դա։ Այո, շատ կարևոր, բանալի։ Այո։ Ինքդ քեզ սիրելու միտքը կարծում եմ։ Լավ, գնանք դեպի բեմ, դու սոցցանցերից, Instagram-ից, TikTok-ից անցար նաև stand-up ֆորմատին ու ինչ շատ հետաքրքիր է քո փորձառությունը, քո զգացողությունները, այսինքն հետաքրքիր է բեմում խոսափողը դառնում էր քո ֆիլտրը, թե դու միևնույնն է կարողանում ես շարունակել լինել մաքսիմում ազատ, այնպես ինչպես տեսախցիկի առաջ հազարավոր դուբլերի շանսով, հա, թե բեմում լինելուց ավտոմատ դու ավելի կոմպլեքսավորվում էիր ու այդ սուր միտքը դանդաղում էր։ Ես մի հատ գաղտնիք բացեմ, ես ամենաառաջինը ինչով սկսել եմ զբաղվել, դա stand-up-ն է եղել։ Ես 2021 թվականին դեռ շատ underground բարերում տղաների կոլեկտիվով գնում էի stand-up էի կարդում, շատ քիչ մարդու մոտ, որը իմ համար առաջի քայլն էր հենց բեմի վրա սարսափած, հումորի լիգան եւ կավենը մի կողմ թողած, բայց դա իմ առաջի ելույթներն էր, որ ես մենակով կանգնած stand-up էի կարդում ու իմ ամենասիրած ժանրն է հումորի, որ ես իմ երազանքն է ունենամ մեծ stand-up ներկայացում, ոչ թե մոնո ներկայացում, այլ հենց stand-up ներկայացում։ Չէ, նույնը չի, stand-up ներկայացում, ճիշտ եմ ասում, հա, stand-up ներկայացում, որովհետև ես շատ եմ սիրում հենց այդ ժանրը ու դա որպես ասեմ անկեղծ ձուկը ջրում էի ես ներսես, հա, իմ համար դա, որովհետև այն, որ դու զգում ես, երբ որ քո ասած հումորը հանդիսատեսը վերցնում է ու աշխատում է, դու սենց ոնց որ ուզում ես ավելի տաս ու դա քեզ սենց ադրենալին է տալի ու չեմ կարող համեմատեմ ոչ մի ֆիլմի եւ սերիալի հետ անգամ։ Վաու, այսինքն մենք հիմա ֆիքսում ենք, որ stand-up-ը քեզ համար առաջին տեղում է։ Հա, կարելի է ասել, որ ես շատ եմ սիրում ու հիմա ուղղակի ժամանակային առումով ժամանակ չունեմ դրանով զբաղվեմ, բայց ես ունեմ մոտս գրված հատուկ նաբրոսկաներ, որ դրանով զբաղվեմ, որովհետև երազում եմ ունենամ մեծ stand-up։ Ուրեմն դու պիտի դրա ժամանակ տրամադրես, որտեղ կարծում եմ, որ այսօրվա աշխարհում ամեն դեպքում հումորային լավագույն բաներից մեկը որ կարելի է անել, դա stand-up անելն է, որտեղ եթե ես scroll եմ անում, ուրեմն ես stand-up եմ անում, ունեմ մի քանի ֆավորիտ միջազգային stand-up-երներ, որոնք սարսափելի խնդալու են իմ համար ու ես շատ ուրախ եմ որ Հայաստանում եւս նաեւ այդ մշակույթը զարգանում է ու շատ լավ տեմպերով բավականին ակտիվ ու արի stand-up-ը կարծում եմ որ շատ մեծ քայլ առաջ արեց այս միջավայրում բայց ամեն դեպքում գանք նաեւ հեռուստատեսային ֆորմատին օրինակ չգիտեմ որն է այն նախագիծը հեռուստատեսային աշխարհում դու երազում ես դրա մասին այսպես ես ուզում եմ դա ունենալ
Հա, ճիշտ ասած առաջնայինը կասկածելի երեկոներ ես այնտեղ հայտնվեցի։ Երկրորդը երկու աստղն է, չգիտեմ, կլինի թե ոչ, բայց դա է։ Երրորդը ճիշտ ասած արդեն նկարահանվել եմ, բայց ոչ թե հենց այդ պրոյեկտում է ուզում, հենց ուզում է իրանց հետ աշխատեի ու աշխատեցի Արման Մարությանի հետ Մանյունյայում, նկարվել եմ ռուսերեն լեզվով, շատ Կինոնապարակից այո, շատ եմ, ես իրանց հետ աշխատել էի Բլբուլյաններում ու համում բերանս էր մնացել իրանց հետ աշխատելու համար, որովհետև շատ եմ իրանց սիրում ու տենց բախտ վիճակվեց եւ նկարվեցի նաեւ լուրջ կինոնախագծում, այո։ Միևնույն է նկարահանումը, բայց շատ տարբեր են դրանք, հա, մեծ production-ը ու influencer-ային production-ը, դրանք շատ տարբեր աշխարհներ են։ Այ ինչ է իր այդտեղ զգում, որ տենում է իր այդ մեծությունը, այդ հարյուրավոր մարդիկ, ովքեր վազում են, ովքեր 12 ժամ անընդմեջ ոտքի վրա են։ Ես անկեղծ ասեմ, եթե 15 ժամ, չգիտեմ, ոնց բացատրեմ, 365 օր ինձ ասեն 15 ժամ իրանց հետ աշխատի, ես կաշխատեմ առանց պերերվի։ Այդ տենց իմ համար սենց շունչս կտրվում էր, ես ամեն անգամ երբ որ գնում էի նկարահանման, իմ համար ոնց որ սենց չգիտեմ, պրազնիկ լիներ, ծնունդ, ոնց որ իմ ծնունդը լիներ, այդտենց շատ եմ, հա, ես երբեք չեմ հոգնա այնտեղ գնալուց, իրոք անկեղծ ասեմ, շատ եմ սիրել։ Ինչ ես երազել փոքր տարիքում։ Մտածել, օրինակ չգիտեմ, երազել դու պիտի լինես դերասանուհի, արտիստ, բեմում, էկրանի։ Ես երազել եմ դերասանուհի լինել, սակայն ինձ չեն թողել, միշտ խոսացել եմ այս թեմար, չեն թողել, բայց նենց արեցի, որ դերասանուհի չեմ դարձել, որտեվ չեմ ավարտել թատերականը, ցավ բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց ոնց որ շանս է ինձ տրվել օգտվեմ այն առիթից, որ ինձ հրավիրում են։ Լիքը մարդ կա, ես քեզ ասեմ, ներս դու որպես դերասան, ես քեզ կիսեմ եւ բողոքեմ։ Կան մարդիկ, ովքեր շատ ծանր են տանում այդ փաստը, որ իրանց դիմաց կանգնած է ոչ պրոֆեսիոնալ, այսինքն ոչ թատերական աշխարհից մեկը ու նկարվում է։ Բայց դա այդքան արդարացի։ Իհարկե ես շատ կարևորում եմ մասնագիտական կրթությունը, դրա մասին չի խոսքը, բայց շատ դեպքերում կան մարդիկ, ովքեր անցել են այդ մասնագիտական կրթությունը, գալիս են նկարման հրապարակ, ասում ես Աստված իմ։ Ես ուզում ասեմ, որ ես մեղավոր չեմ, որ ինձ հրավիրում են։ Եվ շատ մարդիկ, ովքեր չունեն այդ կրթությունը, եւ գալիս են նկարման հրապարակ, ասում ես վաու։ Ես չեմ ուզում գցեմ ոչ մի դերասանի հետ, երբ որ ինձ հրավիրում են, մեծ հաճույքով գնում եմ ու եթե երևի չհամապատասխանեի, չեն կանչի, չես կարծում։ Միանշանակ, ու կարծում եմ, որ սա եւս ինչ որ ճանապարհ որ պետք է անցնել, որպեսզի անցնեն նաեւ այդ ավելորդ պիտակավորումները։ Այդ դժվարությունն է, երբ որ ինֆլուենսեր ես, մտնում ես պլաշատկա, չնայած անկեղծ եմ ասում, այն պլաշատկաները, որտեղ ես եղել եմ, դա երբեք չեմ զգացել, լրիվ լուրջ եմ ասում, եղել է փոքրիկ ինչ որ տեղեր եմ գնացել նկարանման, այդ ժամանակ եմ զգացել, բայց այն մեծ պրոյեկտներում, որտեղ նկարվել եմ, չի եղել այդ։ Հա, լրիվ անկեղծ։ Մեր օրերում դա շատ առաջնային խնդիր չի, որովհետև միջազգային ասպարեզը նույնիսկ ուսումնասիրելիս կարող ենք տեսնել դեպքեր, չգիտեմ, օրինակ ես TikTok-ով մի հատ տղա կար, որ անընդհատ ինձ մոտ բերում էր ֆրանսիացի մի տղայերով ֆրանսերեն ու անգլերեն էր խոսում տարբեր իր ժամադրություններից, զեյսեյս, էլեկույցիկոյից, այդ շատ ինչ-որ քաղցր համով տեքստերով բան եւ այլն։ Ու եկել դու տեսնես, որ այդ մարդը միանգամից հայտնվում է Netflix-ի նոր նախագծում, Emily in Paris-ում ստանում է գլխավոր դեր, զուտ, որովհետև ինքը TikTok-ում անում էր այն, ինչ որ երազել էր մանկուց, այդ մարդը որոշել է, որ ինքը դերասան է, արտիստ է, երևի ինչ որ բանակամ համել ծնված ժամանակից արդեն։ Ես էլ եմ կարծում։ Որոշված է, դրա համար այդքան կատեգորիկ պետք չի դրա վերաբերել, բայց ինչ խոսք մասնագիտական կրթությունը պարտադիրոտ է, այնպես որ փորձեք կարողանալ ընդունվել։ Ես համաձայն եմ քո հետ, ես չեմ ասում, չէ, ես ասեմ պարտադիր է, բայց հիմա որ ինձ կանչել է, ինչ անեմ, ասեմ, չէ, թողեք։ Եթե նորմալ է, ինչու ոչ։ Եվ վերջում, ասա ինչ սպասեն մարդիկ, ովքեր քեզ ամեն օր հետևում են, սպասում են քեզնից նորությունների, այն ամեն ինչը, որի մասին դեռ չես պատմել քո սոցհարթակներում, ասեմ, ինչ անակնկալներ կասես։ Առաջի անակնկալը դա, որ շուտով նոր սիթքոմ չի, սիթքոմի շարունակություն է լինելու, որտեղ ես էլի կամ, եւ երկրորդը շատ հաղորդում է լինելու, շատ ինձ սպասված, որտեղ դուք ինձ կտեսնեք հաստատ։ Այդ երկու մեծ նորությունն է ու երրորդը արդեն Մանյունյանը, որ արդեն հունվարից երևի, չգիտեմ, երբ բանից, արդեն կլինի էկրաններին եւ նույնպես այնտեղ ինձ կտեսնեք։ Ընտիր, Նինա Տիտանյանի Աշուն ձմեռ հավաքածու մենք մոտավորապես արդեն ծանոթացանք։ Շնորհակալ եմ Նինա Բերկարնես, շնորհակալ եմ որ պատմեցին մեզ քո պատմությունները, շնորհակալ եմ որ բերեցիր ես դրական էներգիան ներս, բայց մենք քեզ դեռ այսքանով բաց չենք թողնում, որովհետեւ քեզ հետ դեռ անելիքներ ունենք ներսում, բայց այդ ամենի մասին դաթարից հետո դաթար եկել։ Can't see you, man.
Ետային ուտես, որ առանց կեզ սանջվում եմ Ետային ուտես, որ սիրտս տարապում է Ետային ուտես, որ ես կեզ շատ սիրում եմ Առանց մեզ սիրո մտներ է ողջ աշխարհը Առանց մեզ սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեզ սիրո իմ կյանքը ավարտվում է Ետային ուտես, որ ես կեզ սիրում եմ Ետային ուտես, որ կեզ սիրում եմ Ետային ուտես, որ առանց կեզ տաճում եմ Ետային ուտես, որ սիրտս տարապում է Ետային ուտես, որ ես կեզ շատ սիրում եմ Առանց մեզ սիրո մտներ է ողջ աշխարհը Առանց մեզ սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեզ սիրո իմ կյանքը ավարտվում է Ետային ուտես, որ ես կեզ սիրում եմ Ետային ուտես, որ կեզ սիրում եմ Ետային ուտես, որ առանց կեզ տաճում եմ Ետային ուտես, որ սիրտս տարապում է Ետային ուտես, որ ես կեզ շատ սիրում եմ Առանց մեզ սիրո մտներ է ողջ աշխարհը Առանց մեզ սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեզ սիրո իմ կյանքը ավարտվում է Ետային ուտես, որ ես կեզ սիրում եմ You were staying alive, staying alive. Feel the city winning, everybody shaking. We were staying alive, staying alive. I'm staying alive, baby, staying alive. I'm staying alive. Եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ իհարկե մենք խաղ պետք է խաղանք Նինա։ Ես քեզ առաջարկում եմ շատ այսօրվա մի իրավիճակ պատկերացրու որ դու ChatGPT-ն ես։ Օպա։ Լիքը մարդիկ քեզ սիրահարվել են արդեն իրենց Her կինոն չգիտեմ դիտել ես թե ոչ եւ սիրելի հեռուստատող ձեզ եւս շատ խորհուրդ եմ տալիս Her Անա կլինի նա ռուսկը մտածի Անա Խոակին Ֆենիքսն է խաղում այդ ֆանտաստիկ ֆիլմ է որտեղ մի 13 թվականի ֆիլմ է դա 12 գիրքն եմ կարդացել ես որտեղ շատ այսօրվա պատմություն է ու վստահ եմ որ այսօր շատ մարդիկ հենց այդ նույն իրավիճակում են այնպես որ այդ ֆիլմը պետք է նայել գիրքը կարդացել եմ հիշեցի որտեղ ծանոթ էր շատ անուն հա կարդացել եմ ու այդ այսօրվա մասին է ինձ թվում է շատ պատկերացնենք լավ իրավիճակ որ դու ChatGPT-ն ես մենք գեներացրել ենք մի քանի ապրանքատեսակ ես դրանք քեզ կտամ եւ դու վարքյանների ընթացքում պիտի հորինես գովազդային մի փոքր սցենար slogan sketch նշված ապրանքի համար որ մարդիկ դա հավանեն ամեն դեպքում որտեվ այս քո մասնագիտության մեջ մտնում է որտեվ այն պատվերները որ դու ստանում ես Instagram կամ TikTok հարթակում գովազդելու համար վստահ եմ որ հիմնականում դու ես մտածում պատմությունը իրավիճակը նկարանումը եւ ամեն ինչը այնպես որ ես տալիս եմ ապրանքը պլյուս իրավիճակը բենդը Ռուսլայնի գլխավորությամբ կապահովի տրամադրությունը եւ մենք կսպասենք քո լուծմանը Փորձեմ օքեյ օրինակ առաջին դրվագի համար ասեմ թե ինչ է մեզ պետք ես պիտի ցույց տամ Նինային շամփուր եւ հուշումը կամ օգնությունը կլինի հոտը միշտ հետդ մի հատ խորովածը շատ լավ բան է ես իրանց հետ հավասար խոսեմ թե թո իրանք նվագ դու կուզես ոնց արդեն դու մոնտաժի ես կուզես սկզբից մյուզիկը կգնա օքեյ հա օքեյ տեքստը կգա մի քիչ ցածր ժողս մի քիչ ցածր ես մի քիչ դանդաղ մուզիկա էլի եթե կարելի է դանդաղ արտասահմանյալ մի բան Ախ, ծակեց։ Շատ համեղ է։ Օ, լվացեք, որովհետև շիրա կլինի։ Շամփուրի մասին էր այս ամենը։ Չգիտեմ ինչ ասեմ։ Կարամ ես վերցնեմ։ Շամփուր, հոտդ միշտ հետդ է։ Սենց եմ։ Շատ վատ էր, ինձ cancel արեք խնդրում եմ։ Արդարացիա ձեր վատ կոմենտները ինձ։ Հաջորդը smartphone Bubble հատուկ ծնողների համար որ միշտ live են մտնում ծնողական chat-ում Live? Ո՞նց կարան live մտնեն։ Հա, այտենց հնարավոր չի։ Հնարավոր տա երևի։ Ապրեք։ Մի րոպե, live են մտնում ծնողական chat-ում։ Դու պիտի անես գովազդային արշավ սրա համար։ Հա։ Smartphone Bubble, ծախի ես։ Հա, օքեյ։ Առավոտից երեկո ձեզ անդադար Viber-ին զանգ է գալիս եւ դուք ուզում եք անջատել այն։ Կամ մի ծնող ով ձեր ուղեղը արդեն իսկ դուլուլու։ Bubble սմարթֆոնները կօգնեն ձեզ ազատվել տվյալ ծնողից։ Նվիրում եք իրեն սա եւ նա անընդմեջ լայվի մեջ է լինում եւ ձեզ չի անհանգստացնում էլ այլևս։ Շատ լավ։ Անցնում ենք հաջորդին, ուրեմն սա կոմպլեկտ բլենդերը Դիետա 60 վարկյանում սարկազմով։ Դուդուն
հոգնել եք քինոա ուտելուց առավոտյան, ավոկադոն իրապե հոգնել եք քինոա ուտելուց առավոտյան, ավոկադոն այլևս ձեզ չի գրավում, զուգարան գնալուց հետո դեռ չեք նիհարում, ձեզ եմ առաջարկում դայետ բլենդերները, 30 վայրկյանում նրանք ձեր ուտելիքը կդարձնեն բլենդ։ Մի քիչ խափեց 60-ը դարձրեց 30 վայրկյան։ Ես թվերից վատ եմ կներեք։ Եվ վերջինը, Նինա, դանդաղ Wi-Fi, ասա, որ կյանքը շտապելու համար չէ, միայն բլոգերների համար հայկական թողարկում։ Օ, Դանդաղ Wi-Fi, ասա, որ կյանքը շտապելու համար չէ, Okay. միայն բլոգերների համար հայկական տիրույթում։ ուր գնում են հեռախոսները ձեռքերն է, ինչ անում են հերթով նկարում են, հոգնել եք ձեր բլոգեր ընկերներից, ձեր տանը դրեք դանդաղ Wi-Fi, որպեսզի նրանք շատ դժվարությամբ կարողանան մտնել ինտերնետ, ձեր կյանքը նրանց կյանքը կդառնա ավելի հեշտ։ Նինա Տիտանյան, շնորհակալություն քեզ Նինա, որ եկար ներս, շնորհակալ եմ, որ բերեցիր այս քո հրաշալի էներգիան ներս։ Շատ սիրում եմ քեզ, շատ ուրախ եմ, որ եկար ներս, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք այստեղ։ Քեզ հաջողություն եմ մաղթում ու սպասում եմ քեզնից նոր հետաքրքիր ու տաղանդավոր կոնտենտի։ Մերսի շատ, ես քեզ եմ շնորհակալ։ Եթերում Ներսարի գիշերային շոուն է, շնորհակալություն Նինային եւ այո արժե գովազդ պատվիրել ու մի վարքյանում ցանկացած բիզնես կդառնա ակտուալ։ Այսպիսին էր օրվա բլոգինգն ու հայկական բլոգինգի այսօրվա հմայքը, ինչպես ասում են, դե ինչ ունենք, դրանով էլ մենք պիտի բավարարվենք։ Դե ինչ, շնորհակալություն եւս մեկ անգամ Նինա քեզ որ ներսում էիր։ Եթերում Ներսարի գիշերային շոուն էր, կհանդիպենք շուտով, բարի գիշեր, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին։ Սա էր մեր հայկական բլոգինգի համով երեկոն, Ներսեսի բարը D&M կոկտեյլով, Ռուտլայնի մեղեդին և Նինա Տիտանյանի գիտանական ջանքերը, հաջորդ անգամ նոր թեմա, նոր հյուր, ներսում, Ներսարի։